Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է ինչպես ընտրել փաստաբան։ Այս հարցերի շուրջ մեր տաղավար ենք հրավիրել քննարկելու Best Solutions փաստաբանական եւ հաշտարարական գրասենյակի տնօրեն, իրավաբան, փաստաբան Վահե Աստվածատրյանին։ Բարև ձեզ, պարոն Աստվածատրյան։ Բարև ձեզ։ Պարոն Աստվածատրյան, այսօր խոսել ենք մի թեմայի շուրջ, որի վերաբերյալ կարելի է տարբեր տեղեկություն տվյալներ գտնել թե ներպետական, թե միջազգային աղբյուրներում, անգամ ChatGPT-ում, ինչպես ընտրել ճիշտ փաստաբան, գրագետ փաստաբան։ Փորձենք այս ամենը պրոյեկցել մեր իրականության մեջ եւ սկսենք դրանից, թե ինչ խորհուրդներով պետք է առաջնորդվի ցանկացած մարդ, ով ունի փաստաբանի կարիք։ Նախ երևի թե շատ այսպես սկզբնական, եթե փորձենք անդրադառնալ հարցին, ինքը պետք է գնահատի կամ փաստաբանի հետ միասին մասնագետի ինչ իրավական կարիքներ ունի։ Այնուհետև պետք է իմանա ով է այդ ոլորտում պրոֆեսիոնալ փաստաբան, արհեստավարժ կամ ուղղակի վստահության հարցը, որը զուգահեռ պետք է գնա տվյալ մասնագետի ընտրության հարցում, այնուհետև դա կարող է լինել ուղղակի այսպես հետազոտություն կամ կարծիքների ճշտում, արդյոք այդ փաստաբանը իսկապես այն հեղինակությունը, որ իր հետ կապված ստեղծվել է, համապատասխանում է թե ոչ, փաստաբանի էթիկական, այսպես կանոնների համապատասխանություն այդ չափանիշներին եւ այլն, որոնց մասին մենք կխոսենք։ Ի սկզբանե, եթե անձը ունի խնդիր, որը պահանջում է լուծում, ինչպես պետք է իրականացնի, եթե նա մասնագետ չէ։ Կարող է անգամ մասնագետ չլինելով, բայց համապատասխան որոշակի գիտելիքներ ունենալով ինքնուրույն կատարել այդ գնահատական իր կարիքների իրավական, թե այնուամենայնիվ պետք է դա սկսել ավելի գրագետ մասնագետին վստահելով իր այսպես խնդիրը։ Շնորհակալ եմ, շատ հոգեարազատ հարց եք բարձրացնում։ Ինքս հաճախ բոլորին հուշում եմ, որ փաստաբանին պետք է ընտրել առաջին հերթին աշխատելավոճով։ Իհարկե նախքան աշխատելավոճն ուսումնասիրելը պետք է հասկանալ, ինչպես դուք նշեցիք, անձի իրավական կարիքները եւ իրավական խնդրի բնույթը, ուղղվածությունը, որովհետեւ կա, չգիտես ինչու, հանրության մեջ լայն տարածված թյուր կարծիք, որ եթե փաստաբան է, ուրեմն գիտի բոլոր տեսակ օրենքները եւ տիրապետում է օրենքներին, բոլոր ենթահորս դրական ակտերին, իրավունքի բոլոր ճյուղերին եւ ենթաճյուղերին։ Մի փոքր հումորային արձագանք եմ, ցավոք կան նաեւ այնպիսի փաստաբաններ, որ իրենք էլ են այդ կարծիքին, որ իրենք տիրապետում են բոլոր մասնագիտական ուղղություններին, բայց դա առնվազն իրատեսական չի։ Ես միշտ հայելային անդրադարձ եմ տանում բժիշկներին, որովհետև մեր մասնագիտությունը թերևս համեմատելի է միայն բժշկական ծառայությունների հետ, դա նույնն է, ասում եմ, որ բժիշկը միաժամանակ եւ լինի ակնաբույժ, եւ նյարդաբան, եւ վարակաբան, եւ սրտաբան, տեսականորեն հնարավոր է, բայց պրակտիկ մասում բնական է թերացումները առնվազն ակնհայտ կլինեն լուրջ թերացումներ, նույնը փաստաբանության մասով է։ Նախ փաստաբանը պետք է ունենա առնվազն ոլորտային հստակ ուղղվածություն, դա վերաբերում է նաև հաճախ փաստաբանական գրասենյակին, չնայած որ փաստաբանական գրասենյակի դեպքում հարցը կարող է այլ լինել։ Փաստաբանական գրասենյակը կարող է մեծ լինել, ունենալ մի քանի բաժնետերեր եւ բնականաբար ունենալ տարբեր ուղղվածության մասնագիտացում ունեցող իրավաբաններ եւ փաստաբաններ։ Դա լրիվ այլ հարց է։ Եվ աշխատելավոճի մասն է շատ կարևոր, որ միշտ ասում եմ դրան է պետք ուշադրություն դարձնել։ Այս շատ հաճախ ասում են դիմելով մեր գրասենյակ, ասում են մեզ քրեական իրավունքով է օգնություն պետք, ասում ոչ, մեր գրասենյակը քրեական իրավունքին առնչվող հարցերով չի զբաղվում։ Ասում են խորհուրդ կտակ, ասում եմ ոչ մեկին խորհուրդ չեմ տա։ Մենք շատ լավ ընկերներ ունենք քրեական իրավունքի ոլորտում, որոնք էլ իրենց հերթին տարբեր նեղ ուղղվածություններ են որդեգրել այդ ճյուղում, բայց ոչ մեկին ասում խորհուրդ չեմ տա, ասում են ինչպես ընտրեմ ով է լավ, ասում ընտրեք աշխատելավոճով։ Աշխատելավոճով ընտրել նկատի ունեմ նախ անձը ինքը պետք է հասկանա, թե ում աշխատելավոճն է իրեն առավել հոգեհարազատ, առավել ընդունելի, որովհետև փաստաբանը դա պաշտոն չի, փաստաբանը դա առաքելություն է։ Նա տվյալ անձի շահերի, իրավունքների պաշտպանության առաքյալն է եւ այդ մարդու հետ առաջին հերթին եւ այդ գրասենյակի հետ առաջին հերթին պետք է կարողանալ ունենալ ճիշտ հարաբերություն, ճիշտ փոխվստահություն։ Այսինքն, եթե այդ աշխատելավոճի մասը ավելի բացենք, այնտեղ
շատ առանցքային խնդիրներ կան, որոնց հետ կապված բազում հուշումներ կարող եմ տալ։ Օրինակ ասում եմ, ինչերից կարող եմ հուշել, ինչերից խուսափել, եւ նշում եմ, որ ես ինքս չեմ կարող քննադատել, ես կարող եմ ասել ինչպես ենք մենք աշխատում, ինչպես են մյուսները աշխատում, մեզ գրեթե վերաբերելի չէ, բայց կարող եմ ասել ինչն է, որ ազդակ է, որ այս փաստաբանին կամ փաստաբանական գրասենյակին չարժի դիմել, կամ առնվազն պետք է խուսափել։ Այդ հուշումները անեն, կատարում եք։ Այդ հուշումները մշտապես կատարում եմ, հատկապես երբ շատ են խնդրում օգնել, թե ինչպես գտնեմ, ինչպես նշեցի, օրինակ քրեականի փաստաբանին։ Բայց դա բոլոր տեսակ հարցերով է վերաբերելի, օրինակ առաջիններից է 100% երաշխիքի տրամադրումը։ Երբ փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը այս կամ այն խնդրով 100% երաշխիք է տրամադրում եւ ասում է սրանից մենք բազում անգամներ արել ենք, 100% եղած հարցը, մենք բարդված գործեր չունենք եւ այլն, ու շարքը սկսում է շարունակական լինել եւ առաջին բաղադրիչը այդ 100% երաշխիքն է, որը փաստաբանության մասին օրենքը եւ վարքագծի կանոնագիրքը մեզ արգելում են այդ երաշխիքը տալ։ Անկամ եթե չարգել էին, դա գրեթե անհնարին է որևիցե մի իրավիճակ պատկերացնել, որտեղ հնարավոր է այդ 100% երաշխիքը տալ, որովհետև փաստաբանի գործը ընդհանրապես կախված չէ միայն փաստաբանից, դա կախված է տարբեր հանգամանքներից, փաստական հանգամանքներից, այնպիսի հանգամանքներից, որ փաստաբանը անգամ գործը ստանձնելիս չէր էլ կարող կանխատեսել, որը անգամ փաստաբանին դիմող անձը այդ պոտենցիալ վստահորդը եւս չէր կարող կանխատեսել, որ նման իրավիճակ կստեղծվի, եւ իհարկե նաեւ հայ իրականության մեջ շատ հաճախ կախված է նաեւ տվյալ վարչական մարմնից, տվյալ պաշտոնատար անձից կամ տվյալ վարույթն իրականացնողից, կազմակերպության իրականությունից, նախագահող դատավորից եւ այլն։ Մյուս ազդակները, որ միշտ ասում պետք է ուշադրություն դարձնել, երբ որ հաճախ բանավոր պայմանավորվածությունների վրա կամ մեծ ահռելի շեշտադրում եւ շատ փոքրիկ գրավոր մաս կամ գրեթե բացակայում է գրավոր մասը, այսինքն չկան պայմանագրեր, պայմանագրերով չեն աշխատում եւ բանավոր ասում են ես սա կանեմ, ես նա կանեմ, արդեն խնդրեմ է։ Այսինքն դու ստեղծում ես։ Այսինքն մեր իրականությունում քիչ չեն նման գրասենյակների աշխատելավոճում բանավոր պայմանավորվածությունները։ Ցավոք քիչ չեն, նույնիսկ շատ են։ Եվ հուսանք, որ հիմա դեպի նվազում կգնա, ինքս նաև կարգապահական հանձնաժողովի անդամ եմ փաստաբանների պալատում եւ հանձնաժողովի գործունեությունից ի վեր ավելի շատ զարմացա, թե ինչքան հաճախ են հանդիպում նման դեպքերը։ Իհարկե թե պալատը, փաստաբանների պալատը, այո, իր հորդորներով, տեխնիկական կողմահարցի։ Այո, թե մենք շատ հաճախ ռոպագանդում ենք ու ասում, որ այդ գրավոր մասը շատ կարևոր է։ Այսինքն պայմանագիրը առաջին հերթին պետք է լինի, բայց պայմանագրի առկայությունը դեռևս չի նշանակում, որ գրավոր մասը պատշաճ պահվում է։ Այդ պայմանագրի մեջ շատ հաճախ շատ սեղմ են գրում, շատ նեղ են գրում առարկայի հատվածը, բայց բանավոր սարեր եւ ձորեր են խոստանում։ Երբ որ վեճ է առաջանում փաստաբանի վստահորդի մեջ, փաստաբանը շատ հանգիստ ասում է. ես նման բան չեմ ասել, մեր պայմանագրով ես նման բան չեմ ստանձնել, նման գործառույթ չունեի, դեռ մի բան էլ ավելին, պայմանագրի շրջանակներից մի փոքր էլ դուրս եմ եկել եւ իմ հաշվին լրացուցիչ ծառայություն մատուցել։ Բնականաբար անձը կարող է լացել, նեղվել, ասել, բայց այդպես չի եղել եւ հաճախ չունենալ ապացույց։ Նույնը վերաբերում է գումարային մասին։ Շատ հաճախ լինում է, որ տարբեր հայ իրականության մեջ հայտնի տարբեր իրավիճակներ կամ հանգամանքներ վկայակոչելով երկիր չի, հարկերը եւ այլն պայմանավորվում են X գումար, պայմանագրում նշում են 1/10 X օրինակ։ Չգիտեմ, շատ հաճախ է լինում։ Եվ էլի այդ վճարի հետ կապված հարցին պարոն Ասվածյան դեռ կանդրադառնանք, եկեք նայեք վերադառնանք այն ելակետին, որ նշվեց ձեր խոսքում։ Ձեզ շատ են հարցնում, օրինակ դուք ինքներդ, ես ինքս էլ իրավաբան, ինձ էլ են շատ այս հարցով դիմում երաշխավորել կոնկրետ մասնագետների։ Բայց դուք շատ պարզ ասեցիք, որ կոնկրետ քրեականի հետ կապված չեք երաշխավորում։ Այսպիսի մի հարց, եթե անձիկ տարբեր մարդկանց իրավաբանների մասնավորապես, ել չեմ ասում մի այլ հարց է ոչ իրավաբանների միջոցով, որտեղ օրինակ շատ տարածված է դրսում նաև այն մարդկանց, ովքեր այսպես միջնորդ են հանդես գալիս այս պարագայում, տարբեր գործեր առաջարկելու, մի փոքր գիտելիքներ ունենալով ոլորտում եւ փորձել այսպես միջնորդի կարգավիճակով ինչ-որ հարցեր։ Բայց եկեք մենք փորձում ենք հարցը հասկանալ խնդիրը զուտ մասնագիտական հարթության մեջ։ Եթե անձը ճշգրտումներ է անում եւ նաեւ հետազոտություններ, արևմուտքում դա շատ նորմալ է, կարող ես բավական այստեղ
այստեղ էլ կարող ես փաստաբանական կայքի, պաշտոնապալատի պաշտոնական կայքում տեսնել, բայց ամեն դեպքում այսպես ուղղորդումը շատ բարդ է, եթե անրեց առցանց հետազոտություն կամ տարբեր կարծիքներ ճշտեց, այսպես անձը կանգնում է երկընտրանքի առջև։ Այս մասնագետին, թե օրինակ տեսնում է, որ քրեական իրավունքով է անձը հաջողված, բավականին գործեր ունի, թեև ասեմ, որ ես կարծում եմ, որ փաստաբանական պալատի պաշտոնական կայքը այսօր հնացած է այդ ամբողջ ինֆորմացիան չի տրամադրում, որպեսզի ճիշտ ընտրություն կատարելու համար ուղղորդող լինի, որովհետև կարելի է ավելի շատ գործիքակազմ տալ տեղեկատվական հոսքերի տեսանկյունից, եւ այս առումով ինչ խորհուրդ տալ անձին, լավ ոնց կողմնորոշվի այնուամենայնիվ, եթե չունի իրավաբան ընկերներ, ոնց կարող է որոշում կայացնել։ Շատ լավ, իրավաբան ընկերներն էլ սկսում վերջից հաճախ կարող են շեղել անձին ճիշտ ուղուց, որովհետև այն, որ մենք կարծում ենք, որ Պողոսը կամ Պետրոսը լավ իրավաբան է կամ լավ իրավաբան գործիք է, դա մեր սուբյեկտիվ գնահատականն է, եւ դա դեռ չի նշանակում, որ իր լավ իրավաբան լինելը դա նաեւ նշանակում է լավ պրակտիկ փաստաբան լինել։ Էլի վերջի հատվածից սկսեմ խոսքս, փաստաբանների պալատի կայքի մասով շատ համակարծիք չեմ կարող լինել ձեզ հետ, որովհետև համենայն դեպս այն մինիմալ անհրաժեշտ տվյալները պարունակում է փաստաբանների պալատի կայքը եւ ինքս հաճախ ասում եմ առաջին հերթին պալատի կայքով փորձեք գտնել տվյալ մասնագիտացում ունեցող փաստաբաններին, որովհետև այնտեղ բավականին տարանջատված ներկայացված է ամուսնաընտանեկան գործերով զբաղվողները, չգիտեմ, մարդու դեմ ուղղված հանցագործություններով զբաղվողները եւ այլն, ամեն ուղղվածություն ներառված է։ Այլ է հարցը, որ կան որոշ բարեխիղճ կամ անբարեխիղճ գործընկերներ, ովքեր տվյալները ճիշտ կամ սխալ են լրացնում, այդպես էլ է լինում։ Դրա նկատմամբ պալատը գրեթե լծակ չունի, որ ամբողջությամբ կարողանա վերահսկի, նամանավանդ եթե այդ մասով չկան բողոքներ, չկան դիմում բողոքներ, որովհետեւ փաստաբանի մասնակցությունը շատ անկախ է։ Իսկ ներողություն ընդհատում եմ, օրինակ իրավունքի ճյուղերով, որտեղ որ կան ոլորտներով նշված է գործերի քանակ, ցուցիչ է։ Տեսեք, հնարավոր է, բայց չեմ ասում անվանական ներկայացնել։ Հնարավոր է, բայց դա վերահսկել հնարավոր չէ։ Այսօր կան փաստաբաններ, ովքեր ասում են, այո, ասում են մենք ունենք հազարավոր հաղթած գործեր եւ կարողանում են շատ մեծ հայտնիության հասնել դրանով, բայց մենք հո լավ գիտենք, որ ինքը իր ամբողջ կյանքում 10 գործել չի ունեցել, բայց արդեն ունի այն համբավը, որ ինքը ունի հազարավոր հաղթած գործեր։ Լավ, այդ վերահսկման մեխանիզմը չպետք է ներդրվի վաղ թե ուշ, որովհետև ի վերջո այստեղ կոլեգաների հարցը չէ, հանրությունն է խաբեության հանրությունը եթե ճիշտ գնահատի իր կարիքները, կարողանա մի փոքր աչքաբաց լինել եւ համատեղել այդ խորհուրդները իր իսկ առողջ դատողության եւ որոնողական հմտությունների հետ, կարծում շատ ճիշտ որոշման կկարողանա հանգել, որովհետեւ այսօր կայքերի միջոցով հնարավոր է ողջել այս կամ այն փաստաբանը ինչպիսի ոճ ունի, ինչպես է հանդես գալիս, ինչ պարտաճանաչություն ունի, սիրված է թե սիրված չէ, հարգված է թե հարգված չէ, ամեն մեկը իր պատերի ներսում իրեն կարող է սուպերմեն ներկայացնել, բայց այդ պատերից դուրս այդ նույն սուպերմենի անունը պահելը հեշտ չի եւ այդ պատերից դուրս կարելի է փնտրել նույն առցանց կայքերով, սոցիալական հարթակներով, տեսնել պայմանական այս գերհայտնի փաստաբանը, ինչպիսի հայտնիություն ունի օրինակ այդ կայքերում, ինչպիսի համբավ ունի իրավական հանրույթում եւ արդյոք իր կազմակերպությունը կայք ունի թե ոչ, արդյոք առհասարակ ինքը փաստաբան է թե ոչ։ Այսօր ցավոք ունենք այնպիսի իրողություն, որ նույնիսկ մեզ հանդիպել են գործեր, երբ մարդը եկել է եւ ասել է դիմել են Պողոս Պետրոսյան փաստաբանին եւ պարզվել է, որ Պողոս Պետրոսյանը առհասարակ փաստաբան չի էլ եղել երբևիցե եւ կան նաեւ այդպիսիներ, ովքեր նաեւ ղեկավարում են փաստաբանական գրասենյակներ, այսպես ասած ճակերտավոր փաստաբանական գրասենյակներ, որովհետեւ դրանք օրենքի իմաստով փաստաբանական գրասենյակներ չեն։ Իդեպ այսպեսի մի հարց, փաստաբանին դիմել թե փաստաբանական գրասենյակ կա առարկայական տարբերություն վստահորդի համար։ Ապագա վստահորդի։ Թերևս շատ կրկնվեցի, բայց ելի կախված աշխատելավոճից եւ մարդու հարմարավետության տեսանկյունից անձն ինքը պետք է որոշի։ Տեսեք, անհատ փաստաբանը արդեն բառը ինքը իրենով ամեն ինչ հուշում է, դրա համար մեծ գիտելիքներ պետք չի ունենալ, որ երբ որ դու գործ ունես անհատ
միայնակ աշխատող ԱԾ Պողոս Պողոսյանի հետ, պայմանական անունազգանուն եմ ասում, ապա այդ անձը ինքը միայնակ է ներկայացնելու քո կամ քո բիզնեսի շահերը, եւ այդ անձը եւ կարող է հիվանդանալ, եւ կարող է արձակուրդ գնալու կարիք ունենալ, եւ կարող է ցանկացած այլ իրավիճակում անաշխատանքության մեջ հայտնվել, ֆորս մաժորային իրավիճակում ընկնել եւ չունենալ փոխարինող։ Եվ այսինքն դու պետք է ի սկզբանե տրամադրվես, որ պետք է հանդուրժես այդ իրավիճակները։ Ոչ թե ասես, դե ես կարծում եի դու մեկին կգտնես, ով կգա եւ քեզ կփոխարինի։ Այո, գուցե եւ գտնի, բայց դու չէ որ Պողոսյանին ես հավանել կամ պայմանական եմ ասում անունազգանունը, Պետրոս Պետրոսյանին ես հավանել։ Եվ եթե նա բերում է մեկ ուրիշ Մարտիրոսյանի, գուցե իրեն առասարակ չես հավանում։ Եվ գուցե իր հետ առասարակ չես կարողանում աշխատել, որովհետև փաստաբանի վարքագծի կարևոր բաղադրիչներից մեկը հաշվետվողականությունն է, կարող այդ մյուս փաստաբանը պատշաճ հաշվետվողականություն չի կարողանում վարել։ Այնուամենայնիվ ստացվում է, որ անձնական որակներից, քանի որ աշխատելավոճը նաև պայմանավորված է բացի մասնագիտական գիտելիքներից, հմտություններից, անձնական որակներից, պատասխանատվության, վստահության, չչարաշահում եւ այլն կարելի է շարունակել։ Այսօր արդյոք փաստաբանական այն դպրոցը, որ անցնում են, ուսումնական լինի, պրակտիկ լինի, այդ որակների փոփոխության վրա կարող են ներազդել։ Մի քիչ ստացվում է բան ոլորտ ենք մտնում անձնական, որովհետև բայց սրանք եւս կարևոր են աշխատելավոճի։ Տեսեք, արևմուտքում մեր գոլեգաները, որ նայում ենք, իրենց աշխատելավոճով մի փոքր տարբերվում են, ես չեմ կարող ասել լավ կամ վատ, դա շատ սխալ գնահատական կլինի, բայց համակարգը այնպեսին է, որ ֆիլտրում է, զտում է մարդկանց ինչ որ որակներ, որոնք չպետք է լինեն, որոնք հարիր չեն իրավաբանին, փաստաբանին։ Այն մեզանում մենք ունենք այդ դպրոցը, իրականությունը, պրակտիկան, որ կզտի ի վերջո ձեր ասած այդ սուպերմեն փաստաբանները դուրս կմնան եւ հազարավոր գործերի այսպես ուրճացրած թվերի կողքին իրական այդ 10-ը, բայց կկարողանան իսկապես որակյալ անել։ Իհարկե լավ ասացիք, այդ դպրոցը կարող է, մենք ունենք այդ դպրոցը, փաստաբանական ակադեմիան, որը որ բավականին այդ որակը լավացրեց, ես հասկացա ձեր ասածը, եւ դրա համար ասացի, ունենք այդպիսի մի դպրոց նաեւ փաստաբանական ակադեմիան, որը էականորեն լավացրեց որակային հատկանիշները փաստաբանների, մենք կարող ենք տեսնել մինչեւ փաստաբանական դպրոց, ակադեմիա արտոնագրված փաստաբանների եւ դրանից հետո արտոնագրվածների տարբերություն որակային, մենք կարող ենք տեսնել մինչև պարտադիր վերապատրաստումներ եւ պարտադիր վերապատրաստումներից հետո որակային տարբերություններ, բայց դա քիչ է։ Մենք պետք է ունենանք նաեւ հանրային մեծ հրապարակային, այսպես ասած, պարզաբանումներ հանրության համար, այն փորձառու գրասենյակների համար, ովքեր արդեն ունեն իրենց ուրույն ոճը եւ իրենց աշխատելավոճը կարող են թելադրող լինել։ Ես կարող եմ նշել ինչպես ենք մենք աշխատում։ Ես շատ հաճախ երբ որ ասում են այ Պողոսը այսպես է աշխատում, ընտրեմ թե ոչ, ասում ես չեմ կարող Պողոսին քննադատել։ Ես կարող եմ միայն ասել նրանք, որոնք վարքագծին կամ օրենքին դեմ են։ Ես կարող եմ ասել, որ մեր գրասենյակը, Best Solutions փաստաբանական գրասենյակը հիմնադրման օրվանից բացառապես աշխատում է գրավոր պայմանագրերով, այնիշ բանավոր պայմանավորվում ենք առարկայի վերաբերյալ խնդրի առարկայի, նույն այդ գրավոր նույնությամբ ֆիքսում ենք։ Մենք աշխատում ենք վստահելի ամերիկյան հոստինգներում գտնվող մեյլ սերվերներով եւ ամբողջը մեյլերով, ամբողջ հաշվետվողականությունը մեյլերով վարվում է, այսինքն գործի վերաբերյալ ինչ արվում է, մենք առաջին իսկ օրվանից նամակագրությամբ վստահորդին անկախ նրանից անհատ է թե կազմակերպություն, մանրամասն հայտնում ենք։ Մենք գրեթե չենք ունենում իրավիճակ, որ անձը մեզ զանգահարի եւ ասի ինչ որ բան է ուզում ճշտել իր գործի հետ կապված, որովհետեւ շատ առօրյա խոսակցականին մոտ հանրամատչելի ձևով անընդհատ ներկայացվում է ինչ է կատարվում իր գործով, ինչ ենք անում։ Այս մասերը կարելի է ներկայացնել, գուցե 1-2-ն էլ կփորձեն ворթեգրել այդ աշխատելավոճը։ Գումարային փոխանցումների հետ կապված առաջին իսկ օրվանից ասել ենք, որ կանխիկ չունենք, չենք էլ ունեցել երբևիցե եւ մշտապես պայմանագրում ֆիքսված գումարն ու պայմանավորված գումարը եղել են բացառապես նույնը, մշտապես եղել են նույնը, չեն եղել այնպիսի ծախսեր, որոնք օդից են ի հայտ գալիս։ Գների եւ ծախսերի հետ կապված, հա, մենք կարծես թե դրա եկանք դրան, որ դա տրամաբանական հարցերից մեկն է եւ շատ կարեւոր։ Նախ մատչելիությունը, մենք գիտենք, որ այսօրվա փոփոխությունները, որ կատարվում են փաստաբանական ծառայությունների հետ կապված, դրանք դարձրեցին բավականին ոչ մատչելի քաղաքացիների համար, մեր ազգաբնակչության համար։ Այստեղ առաջին հարցը, որ կցանկանայի ուղղել ձեզ, մատչելիության հարցի հետ կապված, հա, պրոբոնո ծառայություններ, որտեղ ձեր
գրասենյակի մասին խոսեցիք, ընդհանուր եթե կարելի է մի փոքր ներկայացրեք, կարող է այսօր մեկը փաստաբանի կարիք ունենա եւ ուղղորդվի, եւ բացի դրանից ինչ են այդ ծախսերը ներառում։ Շատ կարեւոր է, որպեսզի այդ հաշվարկն էլ ճիշտ լինի եւ թափանցիկ ներկայացվի վստահորդին ապագա, որ անձը իմանա ինչ դրույքաչափեր են, դա ժամանակավճարն է, ավել լրացուցիչ ծախսեր կարող են լինել։ Մի խոսքով ինչ է ներառում այդ ծախսային մասը, եթե կարելի է։ Ծախսային մասը թերևս ամենաբարդերից է, որովհետև մեր մասնագիտությունը լինելով անկախ եւ անկախ մրցակցային շուկայում, յուրաքանչյուր փաստաբան եւ յուրաքանչյուր փաստաբանական գրասենյակ ինքն է որոշում իր ծառայությունների արժեքը եւ դրա ողջամտությունը գնահատելը շատ հաճախ շատ դժվար է, անգամ մեզ համար, որպես ոլորտում, չգիտեմ, 10 տարի եւ ավել փորձ ունեցող փաստաբանական գրասենյակի շատ դժվար է գնահատել որն է ճիշտ, որը սխալ մրցակիցների մասով եմ ասում։ Ես կարող եմ ասել, մենք ինչպես ենք անում, մենք միշտ ասում ենք, որ առաջին իսկ օրվանից չունենք ստանդարտացված գներ, այսինքն չկա մեզ մոտ այնպիսի իրավիճակ, որ ինձ մոտ ամուսնալուծությունը արժի 200,000 դրամ պայմանական, չգիտեմ, սեփականությունը հետ կապված խնդիրները արժեն 4 միլիոն դրամ։ Ես նաև այդ իմ ազդակային հուշումների մեջ ասում, երբ որ նման ֆիքսված արժեքներ լսում եք, դա արդեն էլի պետք է կասկածի տեղիք տա, որովհետև ինչ է նշանակում ամուսնաընտանեկան գործը արժի ֆիքս գումար։ Ամուսնաընտանեկան գործ կա, որը կարող է լինել շատ պարզունակ եւ կարող է նույնիսկ այդ ֆիքս գումարը դա շատ ավելի ինքան դու պահանջում ես։ Եվ կարող է ամուսնաընտանեկան գործ լինի, որ լինի այնքան բարդ, որ այն նշված սեփականության գործից շատ ավելի բարձր լինի եւ 4 միլիոնի փոխարեն 5 միլիոնի կարիք լինի։ Ծախսային մասով շատ լավ հարցադրում եք անում։ Այո, ծախսերի մասը պետք է հստակ եւ իրականում միջակայքից բացի շատ բարդ է։ Կարող ենք ասել գործից գործ, այո, դուք արդեն նշեցիք, գործի բարդությունից անձը, որը դիմում է ձեզ, ինքը երբեմն տիրապետում է տեղյակ է, երբեմն չգիտի որքանով է բարդ իր գործը։ Դուք յուրաքանչյուրին ներկայացնում եք անելիք այ ծառայություն, առծառայություն։ Տեսեք, ես մի փոքր պետք է այլ նախաբանի գնամ։ Նախքան մեր կողմից ծախսի գնահատումը պետք է իրականացվի խնդրի ուսումնասիրություն։ Կան խնդիրներ, որոնք պարզ են առաջին իսկ հայացքից։ Դրանցով հոնորարը որոշելը եւս հնարավոր է հեշտ լինի հենց առաջին իսկ հանդիպումից, առաջին խորհրդատվության զրույցից եւ հնարավոր լինի տեղում որոշել եւ ներկայացնել ինչի համար է պայմանական ընտրվում 700,000 դրամ հոնորարը։ Մենք միշտ բացատրում ենք այն ռեսուրսները, որը պետք է վատնվի այն անձնակազմը, որը աշխատելու է, այսինքն անձը արդեն տեսնում է, որ իր խնդրի վրա պայմանական ոչ թե 1 անձ է աշխատելու, այլ 10 անձ է աշխատելու կամ 20 անձից բաղկացած գրասենյակն է վերահսկելու այդ գործը, մեկը հիվանդացավ, մեկ ուրիշն է փոխարինելու։ Առնվազն լիազորագրերով արդեն քաղաքացին կամ կազմակերպությունը տեսնում է, որ մեկի փոխարեն կախված ուղղվածությունից առնվազն 4-5 հոգի է լիազորվում տվյալ խնդրով, արդեն տեսնում է, որ ինքը ոչ թե 1 հոգու այդ գործ ունի, այլ մի քանիսի։ Եվ ծախսային մասով նաև այդ ռեսուրսատարությունն է պետք է նայել։ Հենց դա է ուզում ասել, որ մենք շեշտում ենք, թե ինչքան ռեսուրս ենք վատնելու, ինչքան աշխատաժամանակ ենք վատնելու, չէ՞ որ ամենաթանկ ռեսուրսը առաջին հերթին ժամանակն է, որքան աշխատող է դրա վրա աշխատելու, քանի հոգի են դրա վրա աշխատելու։ Այդ մասն է եւս շատ կարեւոր։ Իսկ ուսումնասիրության մասը, եթե մի փոքր բացեմ, կան գործեր, որոնք առանձին իրավական ուսումնասիրություն պահանջող են։ Այս շատ հաճախ լինում է, ասում են կարող եմ գալ խորհրդատվության, ասում ենք իհարկե, եւ գալիս են 4 հատոր մեծ գործերով եւ ասում են, ես ձեզ հիմա ցույց տամ։ Իհարկե խնդիր չկա։ Եվ ակնկալում են արագ պատասխան։ Այո, ակնկալում են ամբողջական խնդրի լուծում, նույնիսկ այն, որ հեսա կթելադրենք հայցի այն հիմնական կետերը, ինքը իր մոտ նշումները կանի ու կգնա ինքնուրույն շահերը կպաշտպանի։ Այդպես էլ են լինում։ Իհարկե ամենասկզբից բացատրում ենք ինչ է նշանակում խորհրդատվություն, որը ընդհանրապես իրավանորմի մեկնաբանությունն է եւ փոքրիկ ուղղություն, ուրիշ ոչինչ դրանից ավել։ Խնդրի ուսումնասիրությունը դա լրիվ այլ ծառայություն է, խնդրի ուսումնասիրություն, իրավավերլուծական, որի հետ կապված մենք սիրուն նույնը բացատրում ենք անձին, որ ասում ենք տես, սա 1 ժամ խորհրդատվության շրջանակում հնարավոր չի, եթե դու անգամ 40 ժամի համար վճարես, էլի հնարավոր չի 1 ժամ, որովհետև 40 ռեալ ժամ է պետք սրա համար։ Իսկ որքանով է մեր հանրությունն ընկալունակ այդ բարդություններին, բնորոշ этаպների, այսպես ծածկման ժամանակահատվածին, ռեսուրսատարությանը եւ մնացած հանգամանքներին, այսինքն կարող են հասկանալ, թե ոչ բոլորը, որը այո, սրա համար ժամանակ է պետք 2 օր կամ ավելին, որպեսզի ուսումնասիրվի այս նյութը, 1 ժամանոց նյութ չէ օրինակ։
մեր գործընկերներից մեկը մի լավ արտահայտություն է անում, չեմ ուզի որ դա իմը որակվի, ասում է յուրաքանչյուր վստահորդ գտնում է իր փաստաբանին։ Այս շատ ճիշտ արտահայտություն է, որովհետև երբ որ ինչ եմ անդադ ես աշխատելավոճի վրա շեշտ է դնում, չստեղծվի թյուր կարծիք, որ ես գովազդում եմ մեր կազմակերպությունը եւ բոլորը մեզ ընտրում են։ Ոչ, բնավ ոչ, մենք հայտնի ենք գովազդը մերկացնելը շատ հեշտ է։ Նախ մենք հայտնի ենք ավելի շատ գործեր մերժելով, որովհետև մենք էլ մեր հերթին պոտենցիալ վստահորդին չենք հավանում, հասկանում ենք, որ այս մարդը շատ հեռու է մեր աշխատելավոճից, իր հետ հնարավոր չի լինելու աշխատել։ Իրեն հնարավոր չի լինելու նամակով գործի ընթացք ներկայացնել։ Ինքը միևնույն է ակնկալելու է, որ գիշերը ժամը 4-ին պիտի զանգի, ասի աղբերս ըլը ծավը տանեմ, մեռնեմ սրտիդ, այս մասը պիտի բացատրես։ Իսկ դա չենք կարող զերծ մնալ եւ կամ փաստաբաններ, ովքեր էլ այդ ոչն են սիրում։ Այսինքն ամեն մեկը այսպես թե այնպես գտնում է իր փաստաբանին հենց այդ բառի բուն իմաստով։ Այսինքն երբ որ նշում եմ, որ մենք ասում ենք այլ պետք է այդ մի քանի հատորը պայմանական 40 ժամ ուսումնասիրվի, 40 աշխատանքային ժամ եւ կարժենա այսքան գումար, մենք դրանից հետո ոչ թե տալիս ենք ուղղակի ասում ենք, օքեյ, ուսումնասիրեցինք եւ վերջ մենք գտանք, մենք կհաղթենք գործը, ոչ նման բան չի լինում։ Մենք տալիս ենք միջինացված 12-ից 28 էջանոց, միջինացված այդպիսի տատանում ենք ունեցել իմ ուսումնասիրության իրավավերլուծական, որտեղ կա արկա եւ պոտենցիալ ռիսկերի գնահատում, հստակ վերլուծություններ, իրավանորմերի մեկնաբանություններ, խնդրի մեկնաբանություն, ամբողջ այնքան պարզ, որ մարդ ուղղակի չի կարող չհասկանալ ինչի մասին է խոսքը։ Եվ վերջում մշտապես կան լուծումները։ Շատ հաճախ ասում են, ինչի լավագույն լուծումներ, ասում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ փաստաբանության մեջ առհասարակ այդ լուծումը մի հատ չի, մի քանիսն են։ Եվ թե որն է ամենալավը, մենք չենք կարող ասել, դրա համար մենք բոլորին ենք լավագույն անվանում։ Ամենալավը ընտրողը վստահորդը ինքն է։ Իսկ հիմնվում է վստահորդը ինքնուրույն ընտրելու հարցում, թե էլի դուք ուղղորդում եք այդ եղած լուծումների մեջ։ Մենք չենք ուղղորդում։ Վերջում արդեն մենք չենք ուղղորդում։ Բացարձակ մեր խնդիրը, առհասարակ ճիշտ փաստաբանության խնդիրը, ճիշտ փաստաբանական գրասենյակի խնդիրը ուղղորդելը չի, այլ ճիշտ ներկայացնել արկա եւ պոտենցիալ ռիսկերը։ Նորից եմ ասում, լուծումների մասով էլ չենք ուղղորդում։ Լուծումների մասով մենք ներկայացնում ենք, որ համար մեկ լուծումը ունի այս դրական կողմերը, ունի այս բացասական կողմերը, ունի այս արկա ռիսկերը, ունի այս պոտենցիալ ռիսկերը։ Այդ ռիսկերը վերջին երկու հարցեր, քանի որ հաղորդումը մոտենում էր ավարտին, նայեք, վերջնական ընտրություն կատարելու հարցում զուտ ավարտենք հա այս մեր թեման եւ դրա հետ փոխկապակցած մյուս հարցը, որը նաեւ առաջացավ այս ձեր բարձրացրածից, վերջնական որոշում կատարելու համար էթիկայի կանոնները, փաստաբանների էթիկական կանոնների գնահատման հարցում որքանով վստահորդը կարող է կամ որ աղբյուրներից քաջատեղյակ լինել, արդյոք փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվել են թե ոչ, ստուգել հա նրա այսպես պատմությունը, մասնագիտական նրա ճանապարհը եւ ինչքանով կարող է սրանց վրա հենվել եւ երկրորդը մասնագետի հետ այս հարցը ավելի շատ այդ ձեր նախորդ հնչեցրածի կապակցությամբ, թե ինքնուրույն կարող է դատական, չնայած ձեր ռազմավարությունները ավելի շատ, բայց եթե արդեն դատաքննության փուլն է, դատական գործի այդ հեռանկարի կամ ելքի գնահատումը որքանով է հնարավոր անել որ փուլում եւ էլի ինչ ռազմավարության վրա, թե արդեն այստեղ ամեն ինչ կանխորոշված է, քանի որ ապրիորի դուք արդեն լուծումները տվել եք, ընտրություն կատարել եւ հեռանկարը ավելի որոշակի է եւ կանխատեսելի։ Շատ լավ, առաջինի մասով, էթիկայի եւ վարքագծի մասով փաստաբանների պալատի կայքը փաստաբան.am կամ անգլերենով advocates.am կայքը տալիս է հնարավորությունը եւ այնտեղ ամբողջն ընդգրկված։ Կայքում հրապարակված են եւ խորհրդի, պալատի խորհրդի եւ պալատի կարգապահական հանձնաժողովի որոշումները, այսինքն հնարավոր է ուղղակի նայել, ուսումնասիրել եւ այլն, որքանով ես եմ տեղյակ, մենք նման առաջարկ արդեն ներկայացրել ենք պալատի նախագահին եւ կարծես թե առաջիկայում լրացուցիչ վերազինումել է պատրաստվում այդ մասով եւ պալատը այնպես կանի, որ արդեն տվյալ փաստաբանի էջում անձնական հատվածում արդեն կերևա այդ փաստաբանը կարգապահական տուժի ենթարկվել է թե ոչ եւ կլինի այդ տուժի հղումը ինչի համար որ լինի նաեւ այդ ձեր ասած պատկերացումը թե ինչպիսի խախտումներ է թույլ տվել որովհետեւ այո ցավոք կա իրավիճակ երբ որ այս կամ այն
Անձը շատ հայտնի փաստաբան է արդեն հարության համար, բայց ինքը, այսպես ասած, գլխավորում է մեզ մոտ կարգապահական գործերի հիչքերթը, որովհետև շատ են իր մասով բողոքները առնվազն, այսպես ասեմ, հա։ Արդեն դա եւս հետաքրքիր ցուցիչ է։ Այդ մասում էլ է հայտնի։ Ինչ վերաբերվում է, այո, դատական գործընթացների հեռանկարների գնահատմանը, դա կախված է թե ում մասով է այդ գնահատումը։ Եթե գործը ի սկզբանե ստանձնած փաստաբանի մասով է, ապա այդ փաստաբանը իր պարբերական հաշվետվողականության մեջ դա կարող է այնպես նրբորեն արտացոլել, որ դրա առանձնակի լրացուցիչ գնահատման կարիք չլինի։ Իհարկե լինում է իրավիճակ, երբ որ վստահորդ ինքը ասում է այս փուլում ինչ է կարծում եւ այլն։ Իհարկե ինչ որ բան տենց կանխորոշելը շատ բարդ է, էլի գնահատումը պիտի լինի խիստ իրավական, խիստ իրավավերլուծությունների վրա հիմնված, որովհետև կարող է լինել իրավիճակ, որ ասենք, այ հիշում ես, երբ որ ասում էինք, որ հաղթելու հավանականությունը պայմանական քեզից ավելին ենք գնահատում, այ հիմա մի փոքր նվազեց, որովհետև գործում հայտնվեց մի ապացույց, որի հետ կապված որևիցե ռիսկ ոչ դուք, ոչ մենք չենք կարող ի սկզբանե կանխատեսել եւ գնահատել, եւ դուք էլ ասել եք, որ ամբողջ ինֆորմացիան մեզ հայտնել եք, եւ դուք էլ ասացիք, որ դրանից դուք էլ տեղյակ չէիք։ Այ սա ASSS պատճառներով մի փոքր նվազեցնում է մեր հաղթելու հավանականությունը, բայց կարող ենք ամրապնդել պայմանական SSS ձևերով։ Ինչ վերաբերվում է, երբ որ անձը փորձում է ինքնուրույն սկսած կամ մեկ այլ փաստաբանի միջոցով սկսած գործը գնալ եւ այլ փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի գնահատմանը դիտարկելու ներկայացնել, այդտեղ արդեն շատ կարևոր է էլի այդ աշխատելավոճի մասով չվրիպելը, որովհետև այն փաստաբանական գրասենյակը, որը գրկաբաց մի անգամից կընդունի կասի, այ շատ լավ է, մենք այսպես ենք անում, այդ փաստաբանը սխալ է արել, էս է արել, այն է արել եւ մի բան էլ ավելին դմբոյի մեկն է, այդ շատ վատ է արդեն, որովհետև փաստաբանը եւ փաստաբանական գրասենյակը նախ պետք է պահանջի նախորդ փաստաբանի համաձայնությունը, եթե գործը շարունակական է, որպեսզի կարողանա գործը ուսումնասիրելու գործով խորհուրդ տա, որ այլապես օրենքն ու էթիկան արգելում են իրեն, կամ պետք է պահանջի ծառայությունների դադարեցման վերաբերյալ հավաստումը, լուծման համաձայնագիրը կամ ակտը, նոր դրանից հետո ստանձնի գործի ուսումնասիրությունը եւ որևիցե դեպքում, անգամ եթե տեսնում է, որ ըստ իրեն, ըստ իր ներքին համոզման, նախորդ փաստաբանը շատ ներողություն հիմարի մեկն է եղել, նա իրավունք չունի այդպես արտահայտվելու, որովհետև մեր վարքագծի կանոնագիրքը արգելում է մեզ գործընկերների մասին վատ եւ սխալ արտահայտություններ թույլ տալուց։ Այլ է հարցը, որ կարող է ինքը իր իրավավերլուծականը շատ ճիշտ մասնագիտական լեվելով ասել, որ իր կարծիքով այսպես է գործը գնացել, որը ինքը ճիշտ չի գտնում, ինքը այսպես կտաներ ASSS հիմնավորումներով, այլ այդ նույն իրավավերլուծականի շրջանակներում եւ նոր դրանից հետո ասել գործը իրենք պատրաստ են վերցնել թե ոչ։ Շատ բարի։ Ես շնորհակալություն եմ հայտնում կարևոր եւ օգտակար խորհուրդների համար, որոնք հաստատ մեր ազգաբնակչության կօգնեն, ազգաբնակչությանը կօգնեն փաստաբան ընտրելիս եւ ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, ովքեր ուշ միացան կամ բաց թողեցին հաղորդումը, կարող եք հաղորդումը լսել պարզապես armradio.am կայքում կամ YouTube-յան տիրույթում եւ ծանոթանալ ձեր փաստաբանը հաղորդումների շարքին, փնտրելով ինչպես ընտրել փաստաբան եւ մենք այսօր խոսում ենք ինչպես ընտրել փաստաբան, իսկ մեր խորհրդատուն փաստաբանը այսօր փաստաբանական Best Solutions փաստաբանական եւ հաշտարարական գրասենյակի տնօրեն փաստաբան Վահե Աստվածատրյանն էր, որի համար շատ շնորհակալ եմ։ Ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյան։